Շուրիկի դուդուկի գողտրիկ ձայնը բոլորի ականջին է հասնում, շոյում նրանց երաժշտական քիմքը, հասնում կուրթան աշխարհի բոլոր անկյուններին, խորունկ ձորերին ու հպարտ լեռներին։ Շուրիկը գյուղի ճանաչված դեմքերից է, գյուղի ու տարածաշրջանի հռչակավոր զուռնաչին, դհոլչին ու դուդուկչին։ Մեր այցելության եւ թեման ավանդ մեր հետևորդների պատվին տարիների խորքից մերթ ընդ մերթ երևացող լավ հիշողությունների խորը պահոցից լավագույն ընկերոջն է հանում, բայց նախորոք զգուշացնում կամ ընկերն է իրեն այլևս դավաճանում, կամ էլ ինքն է դավաճանել ընկերոջը։ Դեխելով պուտո։ Երկար ժամանակա չեմ զբաղվել, նորմալ չի ստացվել։ Բան։ Գող չեք ձեր կատարումից։ Հա, էլի, գող չեմ։ Համիշե լավ չի բացվել, սա։ Ջրի մեջ իմ պետքա ուր չի։ Օդը տանող տեղը թակվի։ Ժամանակին, երբ Շուրիկը մի շուրիկ էր, տարածաշրջանի բոլոր տխրության ու ուրախության առիթները իր ձեռքի տակով էին անցնում։ Ասում է, անցան գնացին էդ օրերը, ու միայն լավի ու բարու մասին հիշողությունները մնացին։ 18-20 տարեկանից սկսել եմ զբաղվել։ Ու ոնց հասկացան գյուղում դուք եք մնացել միայն, խումբ եք ունեցեք, պատմեք։ Ունեցել ենք, հարսանիքները, տխրության պահով, բան նվագել ենք։ Իմ ընկեր Հարութը, Արծրունը Մկրտումյան Կարլենը, կանելի մարդիկ, սկզբից շվի եմ առել, հետո դուդուկ, կլարնետ, զուռնա, տենց կամած զբաղվելով, ստացվել էլի։ Բա ոնց եք սովորել, ինքն ու ձեր մեջ կար սերը, թե պապիկ տատիկի։ Չէ, սերը կար, ես հավես եմ այլ, առաջ ռադիո գոյություն ուներ, որ նվագում էին, ասենք Ջիվան Գասպարյանը, կամ մեկ էլ մյուսները վերջապես ուշադիր լսում էի, հավես էի անում էլի, դրանցից հավեսարի զբաղվեցի, սովորեցի։ Համել ինքը աղջիկան պետքա սլուխ ունենա, առանց սլուխ ունենալու հավես տես ունենալ, էլի, թե չենել չի։ Նա չի կարալ որ նվագի։ Երաշտական լավ լսողություն ու կատարողական տաղանդ ուներ բոլորի կողմից շատ սիրված Շուրիկը, որ գյուղական ինքնուս անսամբլի հետ միասին մայրաքաղաքային տարբեր մրցույթների մասնակցեց, ու մի անգամ էլ բան չէր մնում դափնեկրի դիպլոմը կուրթան բերեին։ Մրցույթների գնացել ենք Երևան, գնացել ենք կենտրոնական փոշտի ակումբում համերգ ենք տվել։ Այն ժամանակ ամեն շրջան, ամեն ռայոն իր փոշտի խումբը ուներ երաժշտական։ Մենք էլ մեր խմբով գնացինք, բայց այդ տարբեր տեղերից էին եկել, մենակ մեր խումբը չէր։ Ասենք մենք բանը վերջացրինք, մեկ էլ են մի խումբներ, այդ ձևի էլի։ Որտեղ շահեցիք։ Երկրորդ տեղ ընկանք մեր խումբը, պատվոգիր տվեցին, բան, մարդիկ են, եկից միջամացույց տվեցին։ Չէ, Շուրիկի նվագը մարել է, էլ առաջվանը չի, փնթփնթում է պապը։ Այս ժամանակակից աշխարհում հին բաները մոռացվել են, ասում է, բայց ամենից շատ նրա նվագը մարել է, որովհետև սիրտ ու հավես չի մնացել, որովհետև իր նվագի ընկերները չկան։ Նվագախմբից միայն մենակատարն է մնացել, մյուսներն արդեն հրաժեշտ են տվել այս աշխարհին, ու պապը չի հաշտվում, ինչու է ծուռ այս աշխարհը։ Երկար վաղտա չեմ նվագել, տրամադրություն չի լա։ Որովհետև ինքը ընկեր չունի։ Ընկերը, որը մահացել է, բայց հարցեր կա, որ մարդկանց չեն գնահատում։ հարցեր կան էլի, հետը դուդու բանա պետքը, դհոլա պետքը, ակարդիոնա պետքը։ Չէ, հիմա առաջվա պես չկա։ Դեպի սրահներ են գնում։ Որովհետև շատ ասենք այդ սինթեզով բանով էսին։ DJ-ով բանով։ Զուռնի ու կլարնետի դուդուկի ձենը քաղցրն է։ Դե Սիրուշը Շուրիկի մուսան է եղել նախկինում, մուսան է նաև հիմա, թեպետ վաղուց այլևս նրա համար մենահամերգներ չի տալիս, միշտ ոգևորել ու առաջին գնահատականն է տվել ամուսնու նվագին, միշտ համեստ ու լուռ հետևել է ամուսնու տնային մենափորձերին, այդպես է կարգը, չէ, հիմիկվա նման, սիրտը պայթում է, ծնկներին է տալիս, երբ ժամանակակից աշխարհում այլ բաներ է տեսնում, որոնք հեչ էլ հայկական չեն, հայեցի չեն եւ իրենք երգ ու նվագի հետ կապ չունեն։ Այն որ դուս են գալի շատ կներես աղջիկ ջան, այն որ երկողի 4 կռնովը կապ կութին են անում է վրիս ազդում այդ, այն որ
Երկողը երկհմա մի խումբ դուս են գալիս է 4 սուկռնողը կապկութին են անում էլի այդ ասած բարեն գալի արմեն չկա որ դուսա գալի երկելու չէ ես իմ քանի հոգեն աղջկեքը 4 սուկռնողը կապկութին անում այդ ին վրա ազդմա չեմ Հա, բարուհիները կապկութին են անում էլի Իրաստանն որ նստել լաշոտու տակներում մաքրը ջուրը հետ տվելա ամուսինս խոտը տվելա գնացել մինել է երեկուն կգա կպեջարի խոսի լապը էփածա այս էլ մեր գյուղը այն աշխատը մենք ապրում ենք Ես էլ խոզնա տղաճան, ես է մեր կյանքը, գյուղի կյանքը թենց է, ով աշխատի նա կուտի, ով չաշխատի, նա չի ուտի, աշխատանքն է մարդուն գեղեցկացնում։ Դուք էլ միշտ այդպես գեղեցիկ մնացեք։ Շնորհակալություն։ Քանի անգամ է պապը սիրելի Սիրուշի սիրտն առել դուդուկի քաղցր հնչյուններով, կռվել, բարիշել միմյանց լքել, բայց ամեն դեպքում կարևորը երգն ու սերը հաղթել են, Սիրուշին վերադարձրել Շուրիկին։ Դե երաժիշտ տղա էր ստացած ռոճիկը հազիվ մի փոր հացի էր հերիքում, դրան զուգահեռ սերն ու խանդն էլ կողք կողքի համատեղ էին գնում, ասում է տատը։ Դեպի ինքը նվակող, մանեկող մարդ էր, մանեկող ասելով միտեղ հարսանիք ա գնացել, միտեղ տխրության ա գնացել, ասեմ խանդը, ոնց ասած, ուր էլ գնա, Ռիկոնը էլի մեր տուն կգա, ասմա ինձ համարին պարարյարը թանք է թանք, մի հատ երկ կայտով ա գրել, էտ ու որ գուսանն ա։ Իգիտ գուսանն ա գրել։ Զատի բան է։ Են որ ամուսով կնիկը կդիմանար, ամուսնու դուդուկի առաջ ասենք մի անմարդ կնիկ կոտրատվելով պարգար, ամուսինն էլ ժպտար, կամ հլապատկերացրու գնա կորչի ողջ օրնակումբում ու ասի փորձի էի, չէ, դա դիմանալու բան չէր ու Սիրուշի բանը չէր։ Ասմա շին նստել եմ մի այբա, եկալ եմ մի այբա, ես աշխատել եմ, մեր ձենը մեր հրիմանները չլսի, իմ գլուխը վեճ ունի, որ ես տանեցունց հետ կռիվ անեմ, հրիվանը դուս գա թամաշա։ Նեղանը մեկ նեղանը մեկի արի, դուդուկ էի նղակը բելի բարաշը մեկի արի։ Դե հնեց չեն կռվել, որ իրար տանք, լիզվա կռիվ ենք տվել։ Դենց տանիք չի լիլ, որ չլի։ Էլի ինչ որ դժգոհություն բայց էլի բարեշը բերել ինչ կա։ Սիրո ամուսնության ու շուրջ 40 տարի համատեղ անցկացրած օրերի մասին մեկ սիրով ու կարոտով են հիշում, մեկ էլ անտարամուտցի Սիրուշին կուրթանեցի Շուրիկի համար կնության բերած Սաբաբ միջնորդին պապի տրամադրությամբ օրնում ու քարկոծում։ Որտեղից է տատիկը։ Անտարամուտ գյուղից։ Այս սարի են կողմնա մեր գյուղը, անտարամուտ։ Են որ ասում անտարամի չի։ Սկզբից էլելա քոլագիրան, հետո քնքշացել են անտարամուտ։ Խապելով գործ կելի իրար տեսանք, հավանեցինք, իրար էտ ամուսնացանք։ Սաբաբով, օրնմ էլ ենք, որ տեղս նեղանմա պատահած վաղտը, տու ասում եմ դիանել դենը գնա, թեն դիանել դվոր էտի գնալ, հարցի շորով մարդի երկուսին, արի Սիրուշո ջան, արի, Արի չատ տամ, արի փողը տամ, էտ տարտուն դի չատ տանեմ, փող ուր ես տանեմ, տուրիս տնեմ տուն, Շատ ես սիրել պապին։ դե մի մամուսինն է, իմ երեխան ծերն է, Դե իրա չենք էլ ճանաչել ուսել էլ։ հլա ես կեզ մի հարցան, դու ամուսնացած ես Սիրուն ջան, դու ուրեմը ուզում ես մեզանով պրակտիկա ձերք բերես, դա իմի գիտես ինչ գնաս, ձեր տանը ուրիշ խասյատ դիլին, գնացած տեղը ուրիշ խասյատ դիլին, պետք է ենթարկվես, եթե ուզում ես քեզ հարգեն,
տան մեծը քեզ հարգի, պետք է իրանց ասածովը գնաս։ Շատ կներես։ Մի շաբթվա վրա ասեն ոչ վազը հերանցը տուն։ Չէ, այնպես չի, որ Սիրուշը խելոք հլու հնազանդ հարս է եղել, բայց կեսուր սկեսրային հարգել է իմացել, տեղն ընկած ժամանակ էլ խոսել, պորտները տեղն է դրել, սրտի ուզած ասել, սիրտը թեթևացրել, իրենց քոլագիրանցի կասեն։ Չխոսկանները ֆրանգներն ու մեկ էլ կռոքերն են։ Մենք չխոսկան չենք հելել։ Դե մի գիտես ինչ կա, եթե իրանք չհարգիս, խոսքի օրինակ, բայց իր հասակին կարելի է ինքը մեծ է։ Կարող է ասել եմ հա, քո ասածն է, դե ինքը մեծ կինել էլ, ես իմ ասածովն եմ արել։ Ոնց ասած քարի մինը կա կողալի, մինը կոշտալի։ Ասում է խելոք գառը դմերացածն։ Էդ էլ կոպիտ օրինակ գյուղական։ Պարզվեց Շուրիկին այսքան ժամանակ գործից կտրել են, գործը կանգնեցրել, ցեխն էլ սառել է, բայց չկարծեք, թե մենք ենք մեղավոր։ Շուրիկը այնպիսի ոգևորության բամբորական շորերը հանեց, գալստու կոստյում շալվարը հագավ, ինչպես Սիրուշն է ասում կկլեզվեց, չմոռացավ օծանելիքը, դուդուկն էլ առավ ու սկսեց նվագել, որ մեզ թվաց, թե մարդը այսքան ժամանակ հենց մեզ էլ սպասում էր։ Ինչևէ, Սիրուշը արդեն բարկանում է ու պապին շտապեցնում։ Մի քարյակ նվագի ու գնա։ Ինձ համար իմ պարավյարը թանկ է թանկ, այդ ներկու մի քարյակ նվագի ու շորետ փոխի ու գնա։ Ես է ձեզ սուրճ կհյուրասիրեմ ու Դե վերջը ինձ կներեք, կնեմ օգնեմ տղայիս աշխատանքը շարունակենք։ Պապին ճանապարհ ենք դնում, տատն էլ խոստանում է Շուրիկի բացը լրացնել ու ավելի շատ խոսել հատկապես ջահելների վարք ու բարքից, այս ծուռ ու լեն բոլ աշխարից։ Մարդ պետք է բնականալ է, չեմ սիրում։ Ինչի չեք սիրում։ Այդքան այդ ծամածառութինները, դա քիմիա չեն ընդունում, դա ինչ որ սրսկում են, որ պրոշները օր չի։ Մինչև ժամի 6-ը տալը ռաուդը մի հատ կինո կա, մինչև այդ կինոնը սկսելը համերք են տալի, ասմա այս սիրուն տղա, ոնչ տղեն ա սիրուն, ոնչա աղջիկը, որ ասմա քաղաքի աչկա հանել են, որպես գեղեցիկ տղա դրան են։ Մինը շանցատալի ավելի պարավ, մինը շեկ անշնորք։ Սիրուշը չաշխատող լոդր մարդկանց հանդուրժել չի կարողանում։ Օրինակ ինքը այս տարիքում հանդուչ հոլ է անում, մի գոմլիքը կենթանի պահում, կիթ հանում, գյուղական արտադրանք ստանում։ Վերջերս առողջությունն է, որ էլ առաջվանը չէ։ Տատին ոտքից ձեռքից մի քիչ գցել է։ Մարդը որ կենթանի է, շնչեմա ուտիլ է ուզում, պետք է աշխատի։ Այն ու գլտենը մեզ մալինա եմ գցել աղջիկ ջան։ Էստան տերն ասա այն ու գլը տուր մեզ, ասի չէ, խաթր շատ է, բայց չեմ տա, ընդեղ քանդել եմ, ես քլենգով քանդել եմ, քարերը ջոգել, ամուսինս էլ կաչկով տարել այնտեղ ճամփեն լցրել, մալինա եմ տնկել, ընդյան մալին են հանել եմ, դա էլ ընդի տնկել, հո ամեն էդ էլ ես չեմ կարալ անտառ գնամ, մոշը ունենք, փեշոտ մոշ, չեմ կարալ, ամբողջ մարմինս աղերա, ոնց որ 10 տարվա չոր խալեմ, ամբողջ մարմինս աղեր, մեր դպրոցը տեղար ինչ տեղա, ստյան ընդեղ ես 5 րոպե չեր քաշեմ հասնումի, բայց մի զոր իմանենք կան։ Աղջիկ ջան, այս չախը հավաքը մենք, որ էլիգունը պեշկը վարվենք, ես կտանեմ ընդեղ կտնեմ, որ անձրևը գալիս է, չթրջի, պեչկա էլի տքասնեմ ահո, ես հո դեն չտենկացի, էլի պեշկը տքասնեմ, արիգունը վարիլ տենք տքանա, կտնեք ծացկի տակը, որ չթրջվի,
Գարունը եկել է, օրերը կտաքանան, Կուրթանի հեռավոր կորած մոլորված գայլաներում նրանք կշարունակեն արդար քրտինքով մի կտոր հաց վաստակել։ Կարևորը հավատարմությամբ, մի օր սիրով, մի օր միմյանցից մի փոքր քնքշված, իրենց հինավուրց ադատներին հավատարիմ ու կապվածությամբ։ Նրանց ամեն օրը պայքար է, պայքար օջախ ստեղծելու, այս կանաչ կարմիր աշխարհի տակ իրենց բույնը նորոգելու։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Կուրթանից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։